տարբեր վերլուծություններ եմ լսում, որ Նիկոլ Փաշինյանին ստիպելու են մտնել հակաիրանական կոալիցիայի մեջ։ Այո, կա այդպիսի, ես լսել եմ դա, այդպիսի ճնշումներ կարող են լինել։ Այսինքն մեր տարածքը տրամադրվի Իրանի դեմ ինչ որ թշնամական գործողություններ անելու համար։ Կամ գոնե փակվի մեր սահմանը Իրանի համար, կամ գոնե վերահսկվի մեր սահմանը Իրանի հետ, ինչ որ հետախուզական գործունեություն լինի գուցե Իրանի դեմ։ Դրա համար են ռուսներին փորձում ամեն կերպ այնտեղից դուրս բերել։ Կարծում եմ, որ այո, որտեղ եթե ռուսները դուրս են գալիս, մենք ընկնում ենք Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի վերահսկողության տակ։ Այլևս Իրանը այստեղ կորիդոր չունի, մեր տարածքով չի կարողանում դուրս գա Վրաստան եւ Եվրոպա, այսինքն փակել այս միջանցքը Իրանի համար։ Այո, կարծում եմ այդ նպատակով արվում։ Ես եթե Հայաստանը ինչ որ ռազմական կշիռ ունենար, կփորձեին ինչ որ ձևով մեզ ներքաշեն, բայց մենք ռազմական որևէ պոտենցիալ հիմա չունենք։ Փաստորեն մեզ ուղղակի պլազդարմի պես կօգտագործեն, որպեսզի փակվի մեր սահմանը Իրանը։ Այսինքն առաջիկա տարիները կամ ամիսները ճակատագրական են լինելու Իրանի հետ կապված, հա, այսինքն այդ ճգնաժամի հանգուցալուծման։ Այո, որովհետև Սիրիայի անկումը դա շատ լուրջ իրադարձություն էր։ Այսպիսի բան երբ ենք մենք վերջի անգամ տեսել, որ տերորիստները Թուրքիայի, Իսրայելի եւ Արևմուտքի Միացյալ Նահանգների օգնությամբ մի ամբողջ երկիր զավթեն։ Սա այսպես կոչված դիմադրության բաններ, axis-ներ, դիմադրության այդ դաշինքներ։ Սիրիա եւ Իրաք որոշ չափով ժամանակին եւ Իրան, որոնք օգնում են Պաղեստինի ժողովրդին։ Հիմա Սիրիան դուրս է գալիս, մնում է Իրանը փաստորեն միակ այն պետությունն է, որը կարող է դիմադրել Իսրայելին եւ նրանք կարծում են, որ իրենց համար շատ հարմար պահ է, քանի որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում։